ջերմուկում առաջ է եկել եւ Թաթոյանը։ Բա ինձ այնց ինչ եք ուզում։ Ուզում ենք հարցեմ նույնիսկ դուք տեղյակ չեք այն ամրաշինական աշխատանքները, որ արել է Թշնամին եւ առաջ է եկել Վարդենիսում, ով ասում առաջ է եկել։ Թաթոյանը կրկնում եմ։ Թաթոյանը ամեն ինչ կարա դուք էլ ասեք հետո։ Այդ անեկդոտը չեք լսել։ Որ այդպես լներ, ասենք դուք կիմանայիք Թաթոյանից առաջ։ Տեսել եք որևէ դեպք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման իրավիճակներում թաքցրել։ Լուսանկարներ են ներկայացրել, ապացուցել այդ ամենը։ Իրանը գնացեք հարցեք տեսեք այդ որտեղ է։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի տենց չգիտեմ, մեր հարևան մի քանի երկրների չափ տենց միլիոնից ավել քառակուսի կիլոմետր տարածք չի։ Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետության 29743 կիլոմետր փոքր տարածքում ինչ որ բան է տեղի ունեցել եւ դրա մասին 1 տարի հետո Թաթոյանն է իմացել, բայց այդտեղ գյուղեր չկային, մարդիկ չկային։ Մի հատ տենց ինչ որ բան է լինում, այդ հերավոր գյուղերից մի հատ ինչ որ մանկապարտեզում հացի մեջ մի հատ մազա լինում, դուք առաջին դրա մասին գիտեք, այդ ո՞նց եղավ, որ ձեր նշած 6 տեղերը տենց առաջ տվեցին, վայ մի տարիա ոչ մեկ չգիտի Թաթոյանը այսօր ասեց։ Ես քեզ չեմ կարող տանել Ադրբեջան, ես քեզ կարող եմ տանել Հայաստանի Հանրապետության ամրաշինական կառույցներ։ Կգաս գնանք, տեսնես ինչ աշխատանք են կատարել։ Հայաստանի Հանրապետության ամրաշինական այդ վիճահարույց տարածքները, որի մասին խոսել է Թաթոյանը, խնդրում եմ ինձ տարեք այդ տարածքները ցույց տվեք, որ ես մեր դիտողներն տեսնեմ, մեր դիտողներն դու լուրջ ես ասում։ Հիմա քո դիտողները այս ամեն ինչը որ տեսնում ա քո մասին ինչ կարծիք ունեն։ Ուզում ես ասես, որ քեզ ինչ որ մեկը կարա կամերայով տանի, քեզ ինչ որ մեկը կամերայով կարա թող չտանի, այնպես տանի, ես կպատմեմ դիտողներին, եթե միայն աչքերս տեսնեն, որ իրենք այնտեղ չեն։ Սա էլ է լուրջ ասում, որ կարող ես գնալ հա տես գախնի տեղեր եւ գաս հետո պատմես ինչ ա եղել։ Ոնց կարաս դες բան անես։ Դե դուք ոնց կարող եք հերքել, որ նման բան չկա։ Ինչպես խնդրում եմ, որ նման բան չկա։ Ինչ է հերքեմ, հարգելիս, ինչ է հերքեմ։ Որ չեն առաջ խաղացում ունեցել։ Ես կասեմ եմ առաջ խաղացում չի կա, առաջ խաղացում։ Որ մեր դիրքերի մոտակարակ ճանապարհները չեն հայտնվել իրենց թիրախում։ Դա են մեզ մատուցել այսօր, ու մենք սրտ խփոցով եկել ենք ազգային ժողով ձեզանից փարատիչ խոսքեր լսելու։ Ես հավատում եմ, որ ձեր սիրտը հիմա խփում է։ Հավատացեք։ Եվ փարատում եմ ձեզ, ասում չի եղել նման բան, հիմա ինչ եք ուզում ինձ։ Եվ սա նոր չեմ ասում, ինչ սկսել ա մեր հարցազրույցը, ասում չկա այդպիսի բան, բայց դու անընդհատ հա, ասում չկա այդպիսի բան։ Կարող է դուք չգիտեք, կա։ Դե ասում չկա այդպիսի բան, ինչ ես ուզում, կարող է չգիտես, կարող է 1000 բան կա, ես չգիտեմ։ Բայց որ չիմանայի, դու հաստատ կիմանայիր, էլի, եթե ես չիմանայել, դու հաստատ կիմանայի, որտեղ դու այն մարդկանցից ես, որ հանկարծ մի հատ կրակոց է լինում ու 2 տարի չկա։ Մի անգամից դրա մասին գրում էր, որտեղ նորից են բացատրում Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի։ Դե պայմանական եմ ասում, հասկանում ես ինչ նկատի ունեմ, էլի։ Բայց ցավոք սրտի նորից եմ ասում, Հայաստանը այդքան մեծ չի, ժողովուրդ ջան։ Եվ եթե ձեր ասած առաջխաղացումները ենել է 4 տեղերը, ասենք, ոչ մեկը չենք իմանա։ Ինչի մասին ենք մենք իմանում։ Ես ու չկա այդպեսի բան։ Իսկ ինչ վերաբերում է իրանք ամրաշինական աշխատանք են անում, թե ինչ են անում։ Ժողովուրդ ջան, ամեն ինչը կարող անդեղ այս բան տեղի ունենա։ Բայց եւ մենք եւ իրենք ընդունել են, որ այս process-ի ավարտին կարող են գրել այս լախտի բան չեմ խոսում, որ այս process-ի միակ լուծումը դա Ալմաթեի հռչակագիրն է, որով ասում եմ 1991 թվականի անկախացված սահմաններով պետք է անեն, որ փուլին որ դա գա հասնի, տեսեք, տեսական դուք ճիշտ եք, չէ՞, մենք ենք առաջինն ասել, որ սահմանից անցում եղել է օկուպացված տարածքներում ենք, բայց այդ սահմանը ինչ որ միտեղ պետք է ավարտվի, չէ՞։ Ինչ որ միտեղ ես եւ դուք լավ չբերեմ իմ ձեր որ չասեք ես Ադրբեջան հարց ունենք իր այդ ինչ որտեղ պետք է կանք ֆիքսենք ասենք այս գիծն է հիմա այս գիծն է քոն այնտեղ որտեղ արել են այնտեղ խաղաղություն եթե խաղաղության Ադրբեջանը գնում խիա ամրացնում իր դիրքերը մեր սուվերեն տարածքում որ հələ դրանց վրայով պիտի սահմանազատում արվի սահմանագծում արվի այս ինքը շատ լավ գիտի ես քեզ բացատրում եմ չէ ես քեզ բացատրում եթե դու ուզում ես որ այս հարցով ես փարատեմ կարող չկանամ այս հարցով փարատեմ բայց բացատրում եմ քեզ ասում նույն ձևի մենք էլ ենք ամրաշինական աշխատանքներ անում։ Մենք էլ ենք զինատեսակներ ձեռք բերում։ Հարգելիս, ասում եմ, որտեղ ես ֆիքսելու, որն է այդ տարածքի ավարտը, պետք է հասնի այդ փուլին, որ ֆիքսես։ Տավուշի մարզիկ իրանցում են, որ այդ թվում դու գնում ես իրեն տեղ, էլի ընդդիմադիրներին հղում անելով, ասում ես տվին, հիմա եկել ես այդ նույն Թաթոյանին, որը այդ նույն իրանց, այսպես ասած, փոխակերպած մի քիչ տես ցիվիլ իրավական լեզվով խոսացող մարդը նույն բանն է, չէ՞, անում ինչ որ անում էր Գառնիկը, ինչ որ անում էր Բագրատը Գալստանյանը։ Գալիս էր ասում էր տվել են ժողովուրդ ջան, մտել են, տվել են, եկեղեցի չկա, դպրոց չկա, Կիրանց չկա, 4 գյուղերը տվել են։ Ինչ պարզվեց վերջը, պարզվեց չտվին, չէ՞։ Եվ հետո Կիրանցի գյուղապետն հելա մի այնպեսի հայտարարություն արեց, որ ինձ թվում է այս անդիմությունը հրապարակում ունდა մեջքի վրա կանգնի։ Ու տենց էլ եղավ, չէ՞։ Հիմա դու ինձ եկել ես ասում ես բա իրանք էս են, ես ասում եմ այդ հատվածը, որը որ սահմանազատվել է, այսօր այնտեղ Հայաստանի Հանրապետությունը իր
սուվերեն տարածքից մի միլիմետր չի զիջել որևէ տեղ եւ այնտեղ խաղաղություն է, այնտեղ նույնիսկ զինծառայողները, սահմանապահները առանց պարկուշների են կանած, ասում են, այնտեղ դպրոցի երեխաները խաղում են, գալու է հասնելու այն կետը եւ ես շատ եմ ուզում որ օր առաջ լինի, որ Սյունիքում, Տավուշի ամբողջ հատվածում լինի այդ սահմանազատումը եւ այնտեղ նույնպես ի վերջո մենք հասկանանք, եթե դու ուզում ես որ թվացial չլինի, ես քեզ չեմ կարող ուրիշ բան ասել։ Թվացial էլ ինչ անեն որ խաղաղություն չլինի, կա բացատրես ինձ, ինչ անեն, ցավը տանեմ, ինչ անի։ Բայց եթե խաղաղությունն ինչի են, դե բացատրում եմ քեզ, որովհետեւ process-ը այդտեղ չի հասել։ Դուք էլ զինվեք։ Հիմա էլի լուրջ ես դու հարցնում, հա։ Թե ուզում ես սադես որ ես մի բան ասեմ ու բան կնա։ Ես քեզ ասում դիմիր պաշտպանության նախարարությանը, ինձ թվում է քեզ էլ կընթառաջեմ, քանի անգամ է պաշտպանության նախարարը ասել, խնդրում եմ։ Եկեք։ Սու 25 տրուբան ինչ է, ես չգիտեմ, տես դու եկա բան ունես։ Ահագին տես մեծ բան ունես, բայց սու 25 տրուբա չգիտեմ տես։ Նոր զինատեսակ ես երևի հայտնաբերել։ Ժողովուրդ հարցում եք թե չէ, 2 րոպեից վերած։ Ես դիրքերում, եթե չեմ սխալվում, վերջին անգամ այտենց 21-22 թվականին, ես այդ ոլորտը չեմ ներկայացնում, եղել եմ 21 թվի ընտրություններից կարծեմ առաջ այդ որ ներխուժում եղավ այդ ժամանակ եմ եղել։ Իմ ոլորտային է չի զուտ այդ մասով չեմ եղել։ Չէ, այցեր այն մյուս մասերը շատ բաներ կա չեմ կարող ասել, որտեղ եմ եղել, ինչ եմ տեսել, բայց դիրքեր չեմ եղել։ Բայց մեր համապատասխան հանձնաժողովը եղել է։ Ես ասացի, եթե հարցնում եք այն կոնտեքստում, բա որտեղից գիտեք, ասում եմ, Ժորժ ջան, փոքր երկիր ենք։ Ասենք 4 տեղ է նշում, եթե 4 տեղում գետ մի կրակոց լիներ, ո՞նց եք պատկերացնում այդ ամեն ինչի մասին գոնե մի տեղ չխոսվեր, հա։ Ու հիշետակեցի այդ նույն դեպքը, Կիրանցում էլ էին ասում, ինչ եղավ, Ժորժ ջան, լավ